Դուք դիտում եք Ադրբեջանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին Ադրբեջանում եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին իրազեկ լինելու համար։ Այսօր մայիսի 8-ն է, օրվա կարևոր լուրերը CBC հայկական ծառայության եթերում։ Ադրբեջանի Միլի Մեջլիսը դիտորդի կարգավիճակ է ստացել միջերկրածովյան երկրների խորհրդարանական վեհաժողովում։ Շարունակվում է օկուպացիայից ազատագրված տարածքներ մեծ վերադարձը։ Վուվ 13-ը կանցկացվի մայիսի 17-ից 22-ը Բաքվում։ Ադրբեջանի Միլի Մեջլիսը դիտորդի կարգավիճակ է ստացել միջերկրածովյան երկրների խորհրդարանական վեհաժողովում։ Ինչպես հայտնել են Ադրբեջանի խորհրդարանից, արարողությունը տեղի ունեցել մայիսի 7-ին վեհաժողովի անդամ եւ գործընկեր երկրների խորհրդարանների նախագահների առաջին գագաթնաժողովի շրջանակներում։ Միջոցառմանը ելույթ ունեցող Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան շնորհակալություն է հայտնել դիտորդի կարգավիճակի շնորհման համար, բարձր գնահատելով տվյալ որոշումը։ Նա նշել է, որ միջերկրածովյան երկրների խորհրդարանական վեհաժողովին մասնակցությունը նոր հնարավորություններ կստեղծի անդամ երկրների հետ միջխորհրդարանական համագործակցությունը ամրապնդելու համար։ Գագաթնաժողովի շրջանակներում Գաֆարովան հանդիպել է Չեռնագորիայի խորհրդարանի նախագահ Անդրեա Մանդիչի հետ։ Հանդիպմանը Միլի Մեջլիսի նախագահը պատմել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Չեռնագորիայի ներկայացուցիչները իրենց հերթին աջակցություն են հայտնել խաղաղության գործընթացին։ Լատվիայի նախագահ Էդգար Ռինկևիչը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման հույս է հայտնել։ Լատվիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ նա այս հայտարարությունն արել է Երևանում հայ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ։ Լատվիան անկեղծորեն հույս ունի, որ մոտ ապագայում կկնքվի համապարփակ եւ երկարատև խաղաղության համաձայնագիր, ասել է նա։ Ռինկևիչը նաեւ անդրադարձել է Հայաստանի հետ երկկողմ համագործակցությանը, արտահայտելով Լատվիայի շահագրգռվածությունը հարաբերությունները ամրապնդելու հարցում։ Մենք ցանկանում ենք խորացնել եւ ընդլայնել դրանք, ինչը կարտացոլվի կանոնավոր քաղաքական երկխոսության եւ գործնական համագործակցության մեջ։ Լատվիայի նախագահը վերահաստատել է Ռիգայի ամուր աջակցությունը Եվրոպական միության հետ կապերը ամրապնդելու Երևանի ցանկությանը։ Նախագահ Իլհամ Ալիևի հանրակայանի համաձայն շարունակվում է օկուպացիայից ազատագրված տարածքների մեծ վերադարձը։ Աղդամ եւ Խոջավենդ քաղաքներում վերաբնակեցվածները ընտանիքներին, որոնք ժամանակավորապես բնակություն էին հաստատել հանրապետության տարբեր մասերում։ Այս փուլում Աղդամ քաղաքի է տեղափոխվել 41 ընտանիք, 156 մարդ, իսկ Խոջավենդ քաղաք 57 ընտանիք, 206 մարդ։ Ադրբեջանական բանակի փայլուն հաղթանակի արդյունքում նախկին հարկադիր վերաբնակները այժմ հնարավորություն ունեն 30 տարի անց կամավոր անվտանգ եւ Ճանապատվորեն վերադառնալ հայրենիք։ Հայրենիք վերադարձած բնակիչները շնորհակալություն են հայտնել պետությանը համակողմանի խնամքի ներքո գտնվելու համար։ Նրանք նաև երախտագիտություն են հայտնել Քաջարի ադրբեջանական բանակին, մեր հերոս զինվորներին եւ սպաներին, որոնք ազատագրել են մեր հողերը օկուպացիայից եւ աղոթել են այս ճանապարհին իրենց կյանքը զոհաբերած մեր նահատակների համար։ Մինչ օրս ՄԱԿ-ի համաշխարհային քաղաքային ֆորումի 13-րդ նստաշրջանին գրանցվել ավելի քան 28000 մարդ 177 երկրներից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Սամիր Նուրիևը Վուվ 13-ի կազմակերպման կապակցությամբ ստեղծված կազմկոմիտեի նիստում։ Նուրիևը նշել է, որ նրանց մոտ կես օտարերկրյա ներկայացուցիչներ են ընդգծելով, որ սա Վուվ 13-ի նկատմամբ միջազգային հետաքրքրության բարձր ցուցանիշ է։ Նշենք, որ Վուվ 13-ը կանցկացվի մայիսի 17-ից 22-ը Բաքվում։ Ֆորումն անցկացվում է Ադրբեջանի ու ՄԱԿ-ի մարդկային բնակավայրերի ծրագրի միջև սերտ համագործակցությամբ եւ նպատակ ունի փոխանակել միջազգային փորձը կայուն քաղաքային զարգացման, խելացի քաղաքների եւ նորարարական քաղաքային լուծումների ոլորտում։ Մեր ալիքի տեղեկատվական գործընկերն է Երևան տեղեկատվական վերլուծական կենտրոնը։ Ադրբեջանցի եւ արտասահմանյան հեղինակների արդի վերլուծական նյութեր,
Հարցազրույցներ եւ հրապարակումներ։ Տարածաշրջանի պատմության, այսօրվա իրողությունների, ինչպես նաեւ ազգամիջանակամարտությունների պատճառների եւ հետևանքների վերաբերյալ։ Բոլոր այս նյութերին դուք կարող եք ծանոթանալ այցելելով կենտրոնի Իրավանասկոմ կայքի Facebook-յան էջը։ Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ խաղաղության եւ պատերազմի կուսակցությունների միջև հակասությունները գնալով խորանում են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության ֆոնին ընդդիմադիր դաշտում ակտիվացել է նաեւ Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացի Ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը, որը տարբեր դատարկ խոստումներով փորձում է ամրապնդել իր քաղաքական դիրքերը եւ զավթել վարչապետի աթոռը։ Ինչ կարծիք ունեն Հայաստանի քաղաքացիները Կարապետյանի հնարավոր իշխանության գալու վերաբերյալ եւ ում են պատրաստվում տալ իրեն ձայնը հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում։ Այս հարցերի պատասխանները փորձել են պարզել տեղի լրագրողները։ Մեր իհարկե վարչապետին։ Ինչու՞։ Որովհետև ինձ դուր է գալի նրա արածները։ Ինչ ուժեղ Հայաստանը, այդ ցավը տանեմ, ինչ ուժեղ Հայաստան, ուր էին մինչև հիմա այդ ուժեղ հայաստանցիները։ Նիկոլ Փաշինյան ու վերջ։ Բայց իրենք ասում են, որ եթե Ես չգիտեմ ով ինչ է ասում։ տնտեսական պատերազմ է լինելու։ Ով է ասում, որ լինելու է։ Իսկ որ ընտրվի ինչ անել ուժեղ Հայաստանը։ Ոչ մի բան։ Իրանցից ոչինչ չներկայացնող մարդիկ են։ Իհարկե Փաշինյանը։ Մեկ այլ քաղաքացի էլ պնդում է, որ իր ձայնը կտա միայն ներկայիս իշխանությանը։ Նրա խոսքով Սամվել Կարապետյանը մինչ օրս որևէ նշանակալի քայլ չի արել Հայաստանի համար, որպեսզի արժանանա իր վստահությանը եւ քվեին։ Նմանատիպ կարծիքներ են հայտնել նաեւ մյուս հարցված քաղաքացիները։ Փաշինյանին ինչի մար ասեմ ձեզ ինչի մար։ Էկոնոմիկան զարգանում է, գործերը լավ է, սաղ լավ է, ոնց տեմ եք սաղ դեպի առաջ է այդում։ Իսկ ուժեղ Հայաստանն ասում է, որ իրենք չընտրվեն տնտեսական պատերազմ։ Ուժեղ Հայաստանը ո՞ր է մտքասեք, Կարապետյանը։ Դե ոնց ասեմ, Կարապետյանը ինչ ունի Հայաստանի մար արած, որ ես իրեն ընտրեմ, ասեք։ Ինչ ունի արած, որ ես իրեն ընտրեմ։ Ես մտածում եմ, բան չունի արած։ Նոր եկել է Ռուսաստանից, վրաց ընտրություններ է ուզում, ռուսական պասպորտը ուզում ընտրվի մեր Հայաստանում, մեզ դառնա վարչապետ, ես չեմ մտածում որ լավ կլինի։ Մուսենդարտը բաները մուներ հետա քոչանը որ հաստատ չեմ ուզենա նստի, վեշիկերա փողերը Սերժը չեմ ուզենա նստի, եթե ընտրությունն է։ Իր ծրագրերի մեջ թողին քաղաքացի թե 300,000 աշխատատեղ ոնց է ստեղծելու։ Եվ մնացած բաները։ Էսի եկել այսի ավելի վատն է։ Ես ամենակարին вообще չեմ հավատում։ Չի չեք հավատում։ Որտեղ ինքը չեմ ուզում խոսքեր օգտագործեմ, ինքը արժանի չի վարչապետ դառնալու։ Քաղաքացիական կուսակցության։ Քաղաքացիական պայմանագիր։ Պայմանագիր, այո։ Ինչու՞ կասեք։ Միակ մարդն է, որը Հայաստանին կանգնեցրեց ոտքի։ Մեր հույսը մեր վրա դնենք, նաև ունենանք հարևաններ, նաև ունենանք բարեկամներ, նաև ունենանք լավ հարաբերություն, թշնամություն, իրար նկատմամբ թշնամություն, հարևանի նկատմամբ թշնամություն, այդ չենք ուզում, մենք ուզում ենք խաղաղություն, համերաշխություն։ Ոչ մեկը պետության համար չի մտածում ոնց որ Նիկոլ, ամեն մեկը իր թալանացն է պահպանում, այդ է մտածում։ Մենք գնահատում ենք այո, ներկա իշխանություններին, մենք կընտրենք ներկա իշխանություններին։ Խաղաղությունը երևի առաջի հերթին։ Ես կարծում եմ ամենակարևորը դա է։ Ուզում եմ խաղաղություն լինի։ Մինչ Հայաստանի ռևանշիստական ուժերը փորձում են ցանկացած գնով տապալել գործող իշխանությանը եւ երկիրը վերադարձնել առճակատման քաղաքականությանը, խաղաղության կողմնակիցները ընտրում են ապագան եւ հույսը կապում կայունության հետ։ Այս ֆոնին առաջիկա ընտրությունների գլխավոր հարցը հնչում է ավելի սուր, քան երբևէ։ Որ ճանապարհով կգնա Հայաստանը, պատերազմի թե խաղաղության։ Քաղաքացիների շրջանում անցկացված հարցումները խոսում են ինքնին։ Հասարակության զգալի մասը ընտրում է խաղաղությունը։ Դուք դիտեցիք օրվա գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք եւ մեկնաբանեք, որպեսզի մեր լուրերը ավելի շատ մարդ կարողանա դիտել։